Բարև ձեզ, մեր այսօրվա թեման նվիրված է իշխանության և մշակույթի խնդրին, այսինքն ինչ է սա նշանակում կամ ինչ հարց ենք հիմնականում այսօր փորձելու քննարկել, փորձելու ենք հասկանալ, թե ինչպես է հասարակական մշակութային համակարգը և այդ հարթության ֆենոմենները ինչպես են փոխպայմանավորված և փոխկապակցված իշխանության հետ և ինչպես է իշխանությունը ինքը փոխում իր որակները, իր բնույթը կապված այս մշակութային կոնտեքստից, համատեքստից և մշակութային այդ համատեքստում տեղի ունեցող փոփոխություններից, ինչպես նաև մենք կքննարկենք հարցեր, որոնք կապված են թե ինչպես նաև իշխանության ներսում տեղի ունեցող փոփոխությունը, որը որ սնվում է մշակույթից ըստ էության և ունի մշակութային արմատներ, ինչպես է ինքը նաև ազդում մշակույթի փոփոխության վրա։ Որպեսզի մենք այս հարցը քննարկենք, պետք է նորից գնանք մեր համար շատ հիմնարար նշանակություն ունեցող հարցին, թե ինչպես է շատ այդպես խորքային առումով բնութագրվում իշխանությունը և ըստ էության ով է իշխանության կրողը։ Մենք շատ ենք խոսել այս մասին և նախորդ մեր քննարկման ժամանակ էլ ենք խոսել, որ իշխանության, այսպես ասած, լեգիտիմ լիազորություն հասարակությունում տարբեր ժամանակներում տարբեր խմբերի են տրվել, բայց սկզբնական շրջանում դրանք եղել են հենց այդ սրբազան ծագում ունեցող և սրբազան ճշմարտություններին, ճիշտ ու սխալը, բարին ու չարը իրարից տարբերող այս խմբերին են տվել, բայց հետագայում փոխվել է իշխանության սուբյեկտը և արդեն իշխանության սուբյեկտ դառնում են սովորական մարդիկ, քանի որ արարչագործության սուբյեկտն է փոխվում և ասենք այդ աստվածընտրյալ վերնախավերը փակ էլիտաներից արարչագործության, այսպես ասած, սուբյեկտը դառնում է քաղաքացին։ Բայց մինչև այս խնդիրներին նորից, այսպես ասած, մի հատ նախ հղում անել է, հետո մենք էլի այս խնդիրներին կանդրադառնանք, մինչև հետագայում այս խնդիրներին նորից անդրադառնալը, ես կուզեի մի փոքր խոսեինք ինչպիսի ընդհանրապես մոտեցումներ կան իշխանությանը և ինչ տեսակներ կան իշխանությանը, այսօրվա հումանիտար հասարակագիտական մտքում ինչպես են այս խնդրին այսպես ասած ընդունված և շրջանառվող մոտեցումները։ Ես կցանկանայի խոսել մի քանի տիպերի մասին իշխանության, որոնք շատ հետաքրքիր, այսպես ասած, դիտարկումներ են։ Առաջինը խոսենք այն մասին, որ իշխանության մեջ առանձնացվում են տիպերի մեջ առանձնացվում են, ասենք, ռեպրեսիվ տիպը, դա կարելի ասել ծագումնաբանորեն ամենահին տիպն է, այսինքն հարկադրական, եթե հայերեն փորձենք այս տերմինը թարգմանել, հարկադիր ու այդ ենթակայական տիպն է, որով որ իշխանությունը հարկադրաբար է ռեալիզացվում, իրականացվում և այդ ժամանակ իշխանություն իրականացնելու համար նաև կիրառվում են հարկադրանքի տարբեր մեխանիզմներ և առաջին հերթին դա այն ինստիտուտներն են, որոնք որ ստիպում են մարդուն անել այն, ինչ որ ցանկանում է իշխանություն կրողը։ Այս առումով տեղին կլինի նաև հիշատակել իշխանության մի շատ այդպես էլի հայտնի և տարածված ձևակերպում, համաձայն որի իշխանությունը դա այնն է, ինչը թույլ է տալիս մի դերակատարին, այսինքն մի մարդուն կամ մի խմբին
ստիպել ուրիշի գործողությունները կազմակերպել այնպիսին, ինչպիսին որ ինքը ցանկանում է, այսինքն հասարակության մյուս խմբերի կամ մյուս անհատների գործունեությունը ծառայեցնել մեկ անհատի կամ մի խմբի նախընտրած գործունեության, հա, կամ ասենք իշխանությունը դա կարողություն է բեկելու ուրիշների գործողությունը, այսինքն ամեն ինչ մենք այսպես տեսնում ենք, որ այստեղ այդ բանա կառավարելու խնդիրն է, կազմակերպելու խնդիրի հետ գործ ունենք, բայց կառավարելու եւ կազմակերպելու տարբեր սկզբունքներ են գործում եւ ռեպրեսիվ իշխանությունը, հատկացական իշխանությունը ըստ էության գործում է ոչ այդքան մարդկանց, այսպես ասած, համակրանքի կամ ասենք ապրումակցման մեխանիզմներով, այլ ենթակայության հարկադրանքի մեխանիզմներով։ Ավելի զարգացած տիպերում հասարակության կամ մշակույթների եւ քաղաքական համակարգերի մենք կարելի է հանդիպել իշխանության մեկ այլ տիպի, որը որ շատ տարածված եւ հետաքրքիր մի անվանում կա, որը որ ընդունված է անվանել իշխանության նորմալիզացնող տիպ։ Ինչա նշանակում նորմալիզացնող տիպ, այստեղ արդեն ոչ թե հարկադրանքի բռնի ուժի մեխանիզմներ են կիրառվում մյուսներին իշխանություն կրողի ցանկությանը, նախընտրությանը ենթարկեցնելու մյուսների գործողությունները, այլ շատ ավելի արդեն փափուկ միջոցներն են այստեղ օգտագործվում, փափուկ միջոց ասելով նկատի ունենք ավելի խոսքային միջոցները եւ ինչի ասա կոչվում նորմալիզացնող, որովհետեւ տարբեր մեխանիզմներ օգտագործելով մարդիկ մտածում են, որ այն գործողությունները, որ իրենք անում են, դա հենց նորմալն է։ Մենք գիտենք, չէ՞, որ ասենք հասարակության մեջ կա շատ տեղերում ընդհանրապես կա այդ նորմալի մասին պատկերացումը։ Ինչ է նորմալը, դա այնա, որ մարդիկ մտածում են, որ դա վատ չի եւ դա հենց այն է, ինչը որ ինքնին ենթադրվում է, որ պետքա լինի, այսինքն առանց դրա թվում է թե հնարավոր չի լինելու ապրել, հա, կամ դա եթե այդպես չապրես, այդպես չկազմակերպես քո կյանքը, ապա դա կարող է շատ մեծ բացասական հետևանքներ ունենա քո կյանքի վրա, ուրիշների կյանքի վրա, եւ ընդհանրապես դա սխալ է, հա։ Ասենք օրինակ, որպեսզի մի քիչ ավելի այս տեսական բանից ավելի մոտեցնենք մեր կյանքին, ասենք օրինակ առավոտ ժամը 8-ին վեր կենալը եւ աշխատանքի գնալը կամ դպրոց գնալը։ Ես ունեմ երկու տղա, երեխաներ, որոնցից մեկը դպրոցը վաղուց ավարտել է, բայց շատ դժվար է արթնանում առավոտները եւ ես եմ իրեն արթնացնում եւ ունեմ ավելի փոքր տղա, որ դպրոցական է, որ էլի դժվար է արթնանում առավոտները եւ ես եմ արթնացնում։ Հիմա ինչ եմ ես անում, հա։ Ես կուզեի չանել դա, որովհետեւ ես ավելի շատ որպես սիրող ծնող կուզեի, որ իմ երեխան ավելի հանգիստ կնի այնքան ինչքան որ իր մարմինին, իր օրգանիզմին պետք է, վեր կենա ավելի հագեցած, բայց չէ, ես sense գնում եմ, զարթուցիչներ են դնում, մանավանդ հիմիկվա այս հեռախոսների մեջ կան շատ այսպես սուտ ձայնով զարթուցիչներ, որ ընդհանրապես քանդակում է մարդու նյարդային համակարգը, փչացնում է իր ամբողջ օրը, բայց մենք անում ենք այդ։ Ինչի համար ենք դա անում։ Որովհետև իշխանությունը լայն առումով իշխանությունը եւ խորքային առումով իշխանությունը մեզ ասել է, որ նորմալը դա է, որովհետեւ իշխանության կրող է նաեւ, ասենք օրինակ ուսուցիչը աշակերտի հանդեպ։ Շատ հետաքրքիր է, որ այդ տիպի իշխանությունները ունեն իր անվանումը։ Շատ հայտնի ֆրանսիացի այդպես ինտելեկտուալներից Միշել Ֆուկոն դրանց անվանում է միկրոիշխանություն։ Ու դա տարածված բան է, ուղղակի Ֆուկոն նաև դրան անվանում է տվել, դրա համար փորձենք
կիրառել հենց այդ անվանումը, չնայած պարտադիր չի, որ այդ անվանումը կիրառենք, բայց կիրառենք։ Ինչի համար, որտեղ այդ երևույթը ինքնին գոյություն ունեցող երևույթ է։ Ֆուկոն ոչ թե երևույթը հորինել է, այլ ընդհանրապես անվանում է տվել դրան, հա։ Հիմա ինչ է միկրոիշխանությունը։ Միկրոիշխանությունը այդ տարբեր տեղերում, ասենք օրինակ բժիշկ եւ հիվանդ հարաբերության մեջ, հա, ծնող եւ զավակ, հարևան, խանութի վաճառող եւ գնորդ, պահակ եւ դռնապան, ով որ ասենք դուք մտնում եք, չէ, այդպես մեծ բաներ, հաստատություններ, միշտ այնտեղ կա դռնապան, ով որ ստուգում է ձեր նույնականացման քարտը կամ ինչ որ ցուցակ ունի, որտեղ ձեր անունը գրված է եւ եթե դուք չկաք այդ անվան մեջ, ինքը համապատասխան կոճակը չի սեղմում, այնտեղ կանաչ լույսը չի վառվում եւ այդ արգելակը, այդ ձողիկը չի բացվում, չէ՞։ Այսինքն ինքը այդ բան ձեր հանդեպ ունի իշխանություն եւ ասենք դուք որպեսի դուք գնում եք ինչ որ անձնագրային բաժին եւ ձեր անձնագրի ժամկետը լրացել է, պետք է փոխեք։ Դուք նախ նորմալ եք համարում, որ պետք է դուք անձնագիր ունենաք, որովհետև մեզ բոլորիս ասել են, որ մենք պետք է ունենանք այդ անձնագիրը, չնայած եթե մենք չունենանք, պարզվում է, որ ասենք ոչ հիվանդանում ենք դրա պատճառով, ոչ գիշերը վատ ենք քնում, եթե մեզ չեն ասում, որ առանց անձնագրի դուք գիշերը պետք է վատ քնես, մենք գիշերը շատ լավ ենք քնում։ Ինչեմ ես այսքան պարզ ասում, որովհետև իրականում միկրոիշխանության այս մեծ համակարգը, այդ նորմալիզացնող իշխանությունը ինքը հենց միկրոիշխանությունների մեջ է թաքնված, այս փոքր ու այդ տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք մեր կյանքին, ապա այս կարելի ասել, որ իշխանությունը տարածված է ամենուր, ինքը սենց սփռված է մեր կյանքում, ամեն տեղ, հա, ասենք բանում, փողոցում, կանգառներում, ավտոբուսների մեջ, միկրոավտոբուսների մեջ, տաքսիների մեջ, նստում ես տաքսի, մանավանդ մեր հայ տաքսիստները, ինքը ասենք մի անգամից դու զգում ես իր իշխանությունը քո հանդեպ։ Չնայած մի ուրիշ իրավիճակում դու ունես իշխանություն իր հանդեպ, բայց եթե դու հանկարծ քո կարգավիճակը տաքսիստին ասում ես, մեկ էլ կարող է փոխվի այդ բևեռները միկրոիշխանության, ինքը մտածի, որ չնայած դու ես իր մեքենայի մեջ, իսկ մեր տաքսիստների մեծ մասը համարում է, որ եթե դու նստեցիր իր մեքենան, հայտնում ես իր իշխանության տակ, ինքը կարող է ծխի իր մեքենայում, իհարկե հիմա քչացել են այդպիսի վարորդները, բայց ասենք լինում է, որ ինքը բանը քեզ հարցնում է, բայց ամեն դեպքում ենթադրվում է, որ դու պետքա նորմալ է, որ դու ասես այո, կարելի է ծխել իմ ներկայությամբ։ Ու դու ասում ես, բայց դու բողոքում ես ինքդ քեզ, որ դու ենթարկվեցիր իր իշխանությանը։ Այսինքն, եթե մենք փորձենք այս օրինակների, որոնք որ հենց իշխանության օրինակներ են, միկրոիշխանությունների օրինակներ են, ընդհանրացնենք, ապա կարելի ասել, որ նորմալիզացված իշխանությունը դա արտաքին, այսպես ասած, անհրաժեշտությունը ներքին անհրաժեշտություն դարձրած իշխանությունն է, ինչ սա նշանակում։ Տեսեք, կան մարդը ապրում է արտաքին եւ ներքին անհրաժեշտությունների աշխարհներում։ Ներքին անհրաժեշտությունը բերածս օրինակում, օրինակ երկաթ քնելն է երեխայի ներքին անհրաժեշտությունը, ինքը ուզում է երկաթ քնի, հետև իր կենսաբանական կառուցվածքը, այդ տարիքի իր հորմոնների փոփոխությունը, որտեղ չէ դեռահասության տարիքում երեխայի մոտ հորմոնների փոփոխությունն է տեղի ունենում, որը որ իրեն ստիպում է, որ ինքը երկաթ քնի, այնպես չի որ իրենք ուզում են երկաթ քնել, այդ իրանց մարմինն է ստիպում իրանց, այդ փոփոխությունն է, դա ներքին անհրաժեշտությունն է, բայց կա արտաքին անհրաժեշտություն, այդ նշածս բանը, կանոնները, հա, որ մենք պետք է վեր կենանք այս ժամին։ Ու հիմա ինչ է տեղի ունենում։ Այդ նորմալիզացման process-ի մեխանիզմներից մեկը արտաքին անհրաժեշտությունը, ներքին անհրաժեշտություն սարքելն է։ Եվ դա տեղի է ունենում, այսպես ասած, վարժեցման տարբեր մարդուն վարժեցնելու, դրանց արտաքին անհրաժեշտություններին վարժեցնելու մշակութային տարբեր մեխանիզմների միջոցով։ Այստեղ է որ մշակույթը շատ էական դեր է կատարում իշխանության ձևի որոշակիացման եւ դրա շրջանառության գործում։ Այսինքն մշակույթի միջոցով, հա, դաստիարակության ես էլի բերեմ իմ օրինակը, ես որպես ծնող մտել եմ մշակութային այդ ստերեոտիպի մեջ, ծնողի դերը, արտաքին անհրաժեշտությունները
երեխայի ներքին անհրաժեշտություն դարձնելն է եւ իր ներքին անհրաժեշտությունների մի մասը ճնշելը։ Առաջին հայացքից խիստ ոչ մարդասիրական չէ դերակատարում, բայց իրականում մենք այդ անում ենք, որովհետեւ մենք բոլորս ընդհանուր այդ իշխանության համակարգում ենք։ Եվ այստեղ ես կուզեի նաեւ ուղղակի հիշատակել մեկ այլ անվանում, մինչև կանցնենք այս արտաքին եւ ներքին անհրաժեշտությունների մեխանիզմին նորից դիսցիպլինար իշխանության բնութագրմանը, որի անվան հեղինակը նորից հիշատակածս միկրոիշխանություններ տերմինի հեղինակ Միշել Ֆուկոն է եւ դիսցիպլինար իշխանությունը դա հենց այդ եթե շատ պարզ ասենք, այն իշխանությունն է, որը որ հենված է կարգապահության ձևավորման վրա եւ կարգապահությունը, որը որ համարվում է նորմալ իշխանությունը կրողների կողմից, իշխող էլիտաների կողմից, նրանց պատկերացմամբ կարգապահության։ Իսկ ասենք ժամանակակից հասարակություններում ովքեր են այդ կարգապահության այսպես ասած կարիքը ունեցող խմբերը, խավերը հասարակական, դրանք տնտեսական, արտադրական, հսկայական կարողություններ ունեցողներն են, այսինքն խոշոր բիզնեսն է, խոշոր կապիտալ կրողներն են, չէ՞, որովհետև իրանց շատ կարևոր է, որպեսզի իրենց արտադրական process-ները տեղի ունենան, որպեսզի աշխատողները գնան այդ հաստատություններ։ Ես օրինակ հիշում եմ, երբ որ ես Սիլիկոնային հովտում էի տարիներ առաջ, այնտեղ գնացել էի շատ հայտնի անունները երևի պետք չտալ, բայց շատ հայտնի աշխարհում մեծ ազդեցություն ունեցող, այսօր էլ այդ բան ունեցող այդ հսկայական կամպանիաներից մեկի այդ տարածք ծանոթանալու, այսպես ասած էքսկուրսիայի եւ այնտեղ ասենք շատ հետաքրքիր է, որ թվում է թե sense լիովին ամեն ինչ մարդու համար է, իշխանություն կարելի է ասել, այսպես խիստ կարգապահական իշխանություն կարծեք թե չկա, բայց շատ հետաքրքիր է, որ իրենք ունեին բան, հատուկ ավտոբուս, որ առավոտ ժամը 5-ին աշխատողներին տանում էր այնտեղ եւ չնայած աշխատողներից շատերը ունեին մեքենա, կարող էին իրենք գնալ իրանց մեքենայով, բայց իրենք գնում էին այդ ավտոբուսով։ Բայց ինչ էին իրենք ուզում գնալ այդ տարածքում հայտնվել, որովհետեւ այդ տարածքում ստեղծված էր ամենագրավիչ պայմանները, միայն 7 տեսակի աշխարհի ժողովուրդների խոհանոցներից ռեստորաններ կային ու ձրի։ Առավոտ դու դրա համար աշխատողներից շատերը շտապում էին 5-ին գնալ հասնել, որովհետեւ մինչև կամպանիա քաղաքից տևում էր մոտավորապես մի ժամ-ժամուկես, հասնել այնտեղ նախաճաշի ժամը սկսել եւ այնտեղ կար իտալական խոհանոց առանձին, կար արևելյան խոհանոց, ասիական խոհանոց, չինական խոհանոց, 7 տեսակի խոհանոց, հիմա անգիր արդեն դժվարում եմ հիշել։ Եվ դու կարող ես գնալ, sense քեզ զգալ համարյա դրախտի մեջ, էլի նախաճաշային դրախտ։ Դրանից հետո իրենք ստեղծել էին հսկայական ժամանցային լավ պայմաններ, այնտեղ կային ցնցուղներ, բաղնիքներ, եւ որ դու հոգնում էիր, կարայր գնայր լողանայիր, կային բացօթյա սրճարանային տարածքներ, դու կարող էիր գնալ սուրճ խմեիր, կային բիլիարդներ, կային սեղան թենիսներ, կային խաղային լիքը տարածքներ, այսինքն առաջին հայացքից տպավորություն էր, որ գնա ու վայելի, կային բազմոցներ, որտեղ դու կարող էիր քնել եւ ոչ ոք քեզ չէր ասում ինչ ես դու քնել աշխատանքի ժամին, որովհետեւ խնդիրը հետեւյալն էր, որ դու պետքա քո գործը անեիր։ Թե ինչպես կանեիր, այդ ամեն ինչը ստեղծված են քո կյանքը լավացնելու, որպեսզի դու կարողանաս ստեղծես ցանկալի արդյունք։ Եվ այնտեղ կարելի է ապրել մինչև գիշերը ժամը 12-ը թե 1-ը, էլի, դա վերջին ժամն է։ Այսինքն մարդիկ կային, որ ապրում էին այդ տարածքում արդեն։ Իրենք չէին էլ ուզում այդ տարածքից դուրս գային։ Տեսեք, ինչ եմ ես սա ասում, որովհետև ըստ էության սա փայլուն օրինակ է, որ մենք տեսնում ենք, թե ոնց է իշխանությունը մտնում մարդու մեջ ու մարդը նույնիսկ չի էլ մտածում, որ ինքը ապրում է ոչ թե իր ցանկությամբ ու իր ասենք ներքին անհրաժեշտություններից ելնելով,
այլ իրեն մեջ դրված անհրաժեշտություններից։ Այս ինչեմ ես այսքան մանրամասնեցնում, որովհետև իշխանության նորմալիզացիան տեղի ունենում երկու շատ խոշոր մեխանիզմների միջոցով, դա դիսկուրսներն են եւ դրանք պրակտիկաներն են, բայց այդ դիսկուրսներն ու ինչա դիսկուրսը եւ ինչա պրակտիկան, հա, շատ པարզ է թե ասենք, դիսկուրսը դա այն մտքերն ու գաղափարներն են, որոնք որ համարվում են ճիշտ, ապրելու համար ճիշտ մտքերը, գաղափարները, իդեաները, հա, ասենք, եւ այդ դրանց շրջանառող մեխանիզմներն էլ կոչվում են դիսկուրսի պրակտիկաներ, ձևերը, այսինքն ոնց է խոսքը փոխանակվում, ինչը ճիշտ է, ինչը սխալ է, հա։ Իսկ պրակտիկաները դրանք ոնց որ ասած գործողություններն են, որոնցով որ մարդը ապրում է, բայց դրանք ինչ որ առումով ոչ թե ավանդույթի աստիճանի, այսպես կարծրատիպացված գործողություններ են, այլ առօրյա կյանքում ընդունված ինչ որ գործողություններ են, որոնք որ մարդը հաճախ անում է, չմտածելով, որ այդ ինքը ոչ թե իր գործողությունն, այլ իրան տրված գործողությունն է, հա, ասենք օրինակ ինչ եմ ես սա ասում, որովհետև տեսեք, այդ նշածս կամպանիան, բիզնես կազմակերպությունը, խոշոր, մեգա կազմակերպություն էլի, որը որ հազարավոր աշխատողներ ուներ այդ տարածքում, տասնյակ հազարավորներ, հազարավորը քիչ եմ ասում, ինքը ձևավորում է պրակտիկաների համակարգ, ասենք օրինակ նախաճաշի պրակտիկա, հա, աշխատավայրում խաղային պրակտիկա, ժամանցի պրակտիկա եւ այլ, որոնք որ մտնում են մարդկանց մեջ, այդ աշխատողների մեջ, ու իրանք արդեն սկսում են այնքան սովորել դրանց, որ տանը կարոտում են այդ աշխատանքի տեղի պրակտիկային, վազում են առավոտ 5-ին գործի իրանց տանող ավտոբուսով, որ հասնեն այնտեղ, որ ասենք իրանք միջանձնային այդ պրակտիկան ռեալիզացնեն, այսինքն իրանք ունեն խոսակի ինչ-որ մոդելներ, իրանք անպայման միատիպ թեմաներ ունեն, ասենք օրինակ շատերը, ովքեր որ մասնակցում են տարբեր տեսակի միջազգային կամ խորհրդաժողովների, գիտաժողովների, workshop-երի, աշխատաժողովների եւ այլն, իրանք գիտեն, որ այնտեղ, այսպես ասած, բան է, պարտադիր պրակտիկաներ կան, չէ՞, մարդիկ հանդիպում են, ասենք օրինակ ոչ ոք չի ասում մյուսին դու ասենք ում ես սիրահարված կամ ասենք ինչ տիպի բան է ոնց է սիրում քո երեխայի հետ շփվել այս տիպի հարցեր չեն տալիս որտեղ խոսքային պրակտիկաներ կան մցված որտեղ որի համաձայն մարդիկ հարցում են ասենք եթե միջազգային է դու ո՞ր տեղացի ես ով ես ազգությամբ այսինքն ո՞րն է քո երկիրը հետո հարցում են ինչ մասնագիտությունն ես հետո սկսում են խոսալ այդ սեմինարի թեմաներից ես որպես նման բաների բազմիցս մասնակցած մարդ կարող եմ վկայել որ ցանկացած մարդ ով որ այդ աշխատաժողովից կոնֆերանսից գնում է ընդմիջման երազում է չխոսել այդ կոնֆերանսի ու աշխատաժողովի ընթացքում խոսացվող թեմաներից ուզում է որ իր ուղեղը հանգստանա ինքը մի քիչ լիցքաթափի բայց չէ այնտեղ գալիս են կարևոր դեմքերով ամեն մեկը փորձում է իրան ցույց տա որ ինքը շատ հետաքրքրված է ինչի համար դասեք դա մեր ներքին անհրաժեշտությունը չի դա այդ արտաքին անհրաժեշտությունն է որը պրակտիկայի ձևով շրջանառվում է ու մենք վերցնում ենք այդ պրակտիկաները եւ դրանով իսկ մենք նորմալիզացնում ենք գիտաժողովը կազմակերպողի միկրոիշխանությունը իսկ ինքն էլ նորմալիզացնում է կախված նրանից թե ինչ թեմա է այդտեղ շոշափվում կարող ասենք ինչ որ բիզնես մեծ կամպանիայի իշխանությունն է այդտեղ ռեալիզացնում որտեղ այդ կոնֆերանսների վերջնական արդյունքը շահառուն այդ բիզնես մեծ կամպանիան ով որ տարբեր տեսակի դրամաշնորհային պրակտիկաների միջոցով կոնֆերանսների կազմակերպմանն մասնակցում եւ այլ, հա։ Հիմա ինչ եմ ես այս խնդիրների մասին այսքան մանրամասն խոսում, որովհետեւ ուզում եմ հասկանանք, որ իշխանությունը դա մշակույթի մեջ ներծծված ֆենոմեն է։ Եվ իշխանությունը իրականացվում է մշակույթի միջոցով առօրյա կյանքում, որովհետև դիսկուրսներն ու պրակտիկաները, որոնց մասին որ ես խոսում եմ, դրանք առօրյա կյանքի էլեմենտներ են։ Դրանք ընդունված է գիտության մեջ անվանել առօրյականության պրակտիկաներ եւ առօրյականության դիսկուրսներ։ Հատուկ եզուիտներ կան գիտական, բայց այստեղ այնպեսի տպավորություն կարող է առաջանալ, որ մարդը
Պարզապես սենց ստկացված է այդ ամեն ինչի կողմից, խնդիրը այն է, որ դա այդքան էլ այդպես չէ։ Եվ ժամանակակից հասարակություններում մարդիկ ունեն հնարավորություն ազդելու եւ փոխելու իշխանությունը։ Եվ այդ թվում նաեւ միկրոիշխանություններ, այսինքն ազդելու նաեւ արտաքին անհրաժեշտությունների վրա, այսինքն ելնելով իրենց ներքին անհրաժեշտությունից փոխել արտաքին անհրաժեշտությունը։ Ասենք օրինակ, վերջին շրջանում կարծեմ սկանդինավյան երկրներում մարդիկ փոխեցին, այսպես ասած, այդ կանոնները կյանքի աշխատանքային եւ կարծեմ այնտեղ 8 ժամյա աշխատանքային օրը կրճատվեց 6 ժամյա աշխատանքային օրվա։ Այնտեղ նույնիսկ կան այնպիսի մոտեցումներ ինչ որ տեղերում, որտեղ որ տղամարդիկ նույնպես ստանում են ֆիզ արձակուրդ, եթե ունենում են երեխաներ։ Եվ այսպես լիքը օրինակներ կարող ենք բերել, որ մարդիկ փոխել են այդ արտաքին անհրաժեշտությունները իրանց ներքին անհրաժեշտությունից ելնելով։ Հիմա ինչ մեխանիզմներ կան մշակույթում այս արտաքին անհրաժեշտությունները կամ իշխանության վրա ազդելու։ Այդ մեխանիզմը մենք կարող ենք ասել իշխանական դիսկուրսները եւ իշխանական պրակտիկաները բեկելու մեխանիզմներ։ Բեկել, այսինքն բեկում մտցնել, փոխելու, ինչպես է պրիզմայի մեջ, չէ՞, երևի շատերը դպրոցական այդ ֆիզիկայի դասերից հիշում են, թե ինչպես է այդ բուրգաձև պրիզման նկարվում, ինչպես է լույսը մտնում այնտեղ, բեկվում է լույսը պրիզմայի մեջ, կախված ինչ թեքությամբ է մտնում եւ ինչ թեքությամբ է դուրս գալիս, չէ՞, եւ այդ բեկման ընթացքում նույնիսկ մենք տեսնում ենք լույսի այդ սպիտակը, որ սպիտակը իրականում սպիտակ չի, այլ գունավոր է։ Չէ, այդ ծիածանագույնն է, նույնիսկ անգույնն է գունավոր, չէ, այդ անգույն շողը մեկը տենում է բեկվում գունավոր է դառնում։ Ճիշտ նույն ձև փոխվում են, բեկվում են պրակտիկաներն ու դիսկուրսները։ Եվ այդ բեկելու պրակտիկաներն ու դիսկուրսները իրականացում են մարդիկ ելնելով իրանց ներքին անհրաժեշտությունից, բայց ներքին անհրաժեշտությունը կյանքում կարողանում են հիմնականում ռեալիզացնել այն մարդիկ, ովքեր որ կարողանում են իրենց մեջ զարգացնել իրենց անհատականությունը, այսինքն իրենք կարողանում են հենց ոչ թե խեղդել իրենց ներքին անհրաժեշտությունը այդ նորմալիզացնող իշխանության ճնշման տակ, այլ իրենք կարողանում են նաև ծնողների օգնությամբ, նաև դաստիարակության մեխանիզմների փոփոխության օգնությամբ, որոնք որ տարբեր մշակույթներում ի դեպ տարբեր են, իրենց մեջ ազատել այդ նորմալիզացված անհատին։ Ասենք օրինակ կախված մշակույթներից անհատների տարբեր ձև է այստեղ ունենում, հա, ասենք մշակույթներ կան, որ շատ ուժեղ է հենց դաստիարակության process-ում իրանց այդ նորմալիզացնող հատկություն։ Մշակույթներ կան, դրանք ալի թույլ են։ Շատ հետաքրքիր է, որ այդպիսի մի բան կա, գիտնական կա, մշակույթի ուսումնասիրող, խոսքը Գիրտ Հոֆստեդեի մասին է, ինքը շատ հետաքրքիր չափումներ է առանձնացրել մշակույթի համար, ասենք այդ չափումներից մեկը կոչվում է իշխանությունից դիստանցավորվածության չափում, մյուսը դա անհատականություն ու կոլեկտիվիզմի հարաբերակցության չափումն է, մյուսը կին տղամարդ, այսինքն մասկուլինության ինդեքսն է, չափումն է, ինչքան է տվյալ մշակույթը ավելի տղամարդկային եւ ինչքան է, այսինքն ինչքանով է տղամարդու խոսքը համարվում ճիշտ եւ ինչքանով նաեւ կանայք կարող են մասնակցել այդ դիսկուրսների պրակտիկաների փոփոխության, այսինքն տղա եւ աղջիկ երեխաների դաստիարակության ձևերն է այստեղ նաեւ փոխվում կախված այդ ինդեքսից։ Կա մի շատ էլի հետաքրքիր ինդեքս, որը կոչվում է անորոշության ինդեքս։ Անորոշության ինդեքսը դա այն է, թե ինչքանով է տվյալ մշակույթում անորոշությունը համարվում մարդու համար կոմֆորտային, ընդունելի։ Ինչ նկատնեմ, տեսեք, շատ մշակույթներ կան, որ անորոշությունը համարում են վատ բան։ Դրա համար մարդը ավելի լավ է ապրի ավանդույթով, որովհետև անորոշության ինդեքսը եթե բարձր է, նորութայնության աստիճան տվյալ մշակույթում բարձր է, բայց կան մշակույթներ, որտեղ մարդիկ ընդհակառակը ուզում են անընդհատ այդ ձգտում են դեպի անորոշություն, բացահայտել անորոշությունը, եւ այդ մշակույթները ավելի նորութային են։ Այդտեղ դաստիարակության մեխանիզմը փոխվում է, ասենք երեխային համար ավելի շատ ոչ թե ծնողը ասում է
Այս չի կարելի, այս չի կարելի, այս չի կարելի, իսկ այս կարելի է, այս կարելի է, այս կարելի է, այլ երեխային թողում է այսպես ազատ։ Այստեղից շատ հետաքրքիր որ այս տիպը բնորոշելու համար օգտագործող այս ինդեքսը, չափումը փոխկապակցված է մյուս չափմանը, որը որ Հովստեդն անվանել է կարելիության ինդեքս։ Ինչա կարելիության ինդեքսը, կարելիության ինդեքսը դա չի կարելիների ու կարելիների հարաբերակցությունն է մշակույթում։ Այսինքն կան մշակույթներ, որոնք համարյա թե ամբողջությամբ չի կարելիներից են կազմված։ Այսինքն ինքը տաբուացնելու, արգելելու դրանք ավելի շատ հենց այդ ռեպրեսիվ իշխանություն տիպով բնութագրվող մեխանիզմներն են, որոնք որ ավելի շատ օգտագործում են հենց ռեպրեսիվ մեխանիզմներ, որպեսզի մարդու մեջ այդ բանը արտաքին անհրաժեշտությունը խորացնեն, հա, ու սպանեն ընդհանրապես ներքին անհրաժեշտության ձգտումը։ Դա նաև շատ հետաքրքիր է, որ մշակույթները իրենց մեջ ունեն նաև մի շարք այլ բազային մեխանիզմներ, ասենք օրինակ շատ հաճախ մշակույթի ներսում դա գործում է ամոթի ինստիտուտի կամ ասենք մեղավորության ինստիտուտի, մեղքի ինստիտուտի։ Ասենք այդպիսի մշակույթներ կան, որ նույնիսկ կոչվում են ամոթի մշակույթ։ Ասենք օրինակ ճապոնական մշակույթը, երբ որ Ռութ Բենեդիկտը, որին ես հիշատակել եմ նախորդ բանախոսություններում, մշակութային մարդաբան էր, երբ որ ինքը ուսումնասիրում էր ճապոնական մշակույթը, պարզվեց, որ ամոթի մշակույթը այնտեղ շատ է։ Մեր մոտ էլ ամոթի մշակույթը շատ ուժեղ է, երբ որ մենք հատկապես տարիքով տատիկներ, պապիկները կամ միջինից բարձր այս ծնողները փորձում են իրանց երեխաներին դաստիարակել, նաև երիտասարդ ծնողների մեջ էլ է շատ հանդիպում։ Իրանք իրանց երեխային ասում են չի կարելի նախ, երկրորդ ասում են ամոթ է։ Եվ երրորդը կա նաև այդ մեղքի զգացումը, որ մարդը եթե մի բան անում է, հատկապես եթե դա վերաբերվում է հենց այդ ներքին անհրաժեշտությունը արտաքին անհրաժեշտություն իշխանությունից դուրս գործածելը, չէ, ասենք երեխան ազատ մի բան է անում, մեկ էլ իրան մեղավորության այդ բանն են դնում, կնիքը, ու ինքը հետո սկսում է հասկանալ, որ եթե ինքը անի, ինքը մեղավոր կլինի իր ծնողի հանդեպ, իր պապիկների, իր հարևանության, իր հասարակության, իր մշակույթի հանդեպ, հա։ Եվ այս մեխանիզմները աստիճանաբար ձևավորում են այդ հարաբերակցությունը նշածս ինդեքսների կարելիության, չկարելիության, անորոշության եւ անորոշության մեծ ինդեքս, մեծ չափաբաժին եւ ավելի թույլ չափաբաժին եւ այսպես շարունակ, հա։ Մինչեւ ամփոփելը կուզեի մի կարևոր երևույթի մասին էլ խոսել, իշխանության տիպը բնութագրող եւ իշխանության տիպը պայմանավորող մշակույթում, դա մասնավորի եւ հանրայինի փոխհարաբերակցության խնդիրն է տվյալ մշակույթում։ Ասեմ, որ մասնավորը անգլերենով private, այսինքն անձնական, անհատական այս տիպի մասնավորը եւ հանրայինը public-ը, դրանք ըստ էության որպես տարածքներ իրարից տարանջատվել են բավականին ուշ շրջանում, միջնադարում։ Մինչև միջնադար ընկած շրջանում կարելի ասել, որ մասնավորը համարյա տեղ չի ունեցել մարդկանց կյանքում։ Միայն եղել է այդ հանրայինը, հանրայինն էլ եղել է ենթարկեցված այդ գերիշխանի, այսինքն ազնվականի, թագավորի, իշխանի իշխանությանը։ Ամբողջ հանրայինը ծառայել է հենց նրա իշխանությանը, հա, հանրայինը հենց այդպես է կառուցված եղել, դրա համար հանրայինին մեծ դեր են տվել։ Բայց շատ հետաքրքիր է, որ հենց այս անհատականի, մասնավորի տարանջատումը հանրայինից, խմբայինից տեղի է ունենում նորից այդ պրակտիկաների փոփոխության, այսինքն առօրյա կյանքում է տեղի ունենում, եւ դրա նկարագրությունը եւ այդ process-ը շատ փայլուն կերպով տրվել է մեկ այլ հայտնի հետազոտող հասարակական հումանիտար ոլորտի Նորբերտ Էլիասի քաղաքակրթության ընթացքը աշխատության մեջ։ Այնտեղ ինքը նկարագրում է, թե ինչպես է տեղի ունեն պրակտիկաների, առօրյա կյանքի պրակտիկաների փոփոխությունը փոխում է քաղաքակրթության ընթացքը, այսինքն հենց այդ մասնավորը ինչպես է ծնվում հանկարծ հանրայինի մեջ։ Եվ այս առումով ինքը նկարագրում է
ասենք օրինակ սնունդի պրակտիկան եւ խնջույքի պրակտիկան միջնադարյան եվրոպական հասարակություններում Պարզվում է, որ ընդհանրապես բանը մինչ արդիական հասարակություններում մենք շատ տեսնում ենք, որ մարդիկ երբ որ սնվում են, իրենք սնվում են խմբային եղանակով։ Այսինքն այդ մեր մոդելը բավականին տարածված եղել, հետո է փոխվել, բայց օրինակ խորհրդային շրջանի ժողովուրդներից ես հիշում եմ, որ ես ասենք գնացել էի Միջին Ասիա, այնտեղ ինձ շատ զարմացրեց այդ ընդհանուր մեծ սինիով փլավը դնելը եւ այդ ձեռով ուտելը ես մեկ էլ հանկարծ դա հիշեցի ու նմանեցրեցի մեր խաշը ուտելուն ձեռքով, բայց խաշը մենք ուտում ենք մեր առանձին ափսեներից, իսկ այնտեղ չկա այդ ափսեի գաղափարը։ Բայց հետաքրքիր Էլիասը բերում է այդ որ միջնադարյան Եվրոպայում ազնվականական այդ ասպետական միջավայրերում խնջույքների ժամանակ ըստ էության նույն բանն է տեղ ունեցել։ Չի եղել մասնավոր ափսե եւ մասնավոր դանակ պատարակախ։ Իրանք գնացել են այդ խնջույքին, մեծ կտորներով միսը խորովել են, դրել են այդտենց սեղաններին, իշխանների դրանց կողքի դաշույնները, հանել են, ձեռքով բռնել են մի լավ կտոր, կտրել են ու սկսել են ուտել։ Այդ յուղերը թափվել է, կեղտոտվել է, այսինքն հետո կերել են, ձեռով էլի մտել են ընդհանուր սննդի մեջ, մի բան, որ այսօրվա Եվրոպայի համար կարող է թվալ բան է, չէ՞, ասենք աներևակայելի մի բան։ Բայց պարզվում է, որ այդպես են մարդիկ ապրել, այսինքն ուտելու պրակտիկան եղել է կոլեկտիվ, եղել է հանրային։ Բայց երբ սկսում է փոփոխություն տեղնալ, ինչ որ մի պահի որոշում են, որ պետք է փոխել պրակտիկան ազնվականական այդ տարածքում եւ ամեն մեկին իր ափսեն են հատկացնում եւ ամեն մեկին դա դանակ պատարակախն են տալիս, հա։ Եվ Էլիասը շատ հետաքրքիր վերլուծության միջոցով, ես հիմա շատ կարճ եմ ասում, բայց իր գրքում շատ հետաքրքիր են այս պրակտիկաները նկարագրած, ցույց է տալիս, թե ինչպես այս խնջույքի պրակտիկայում այդ բաղադրիչը մտցնելը առաջացնում է անհատականի մասնավորի ու հանրայինի սահմանի գաղափարը։ Ու հետո ոնց աստիճանաբար այդ մշակույթներում սկսում են ձևավորվել նոր պրակտիկաներ, որոնք որ ձևավորում են այդ անհատական տարածքի գաղափարը, անձնական տարածքի գաղափարը, սահմանների գաղափարը միջանձնային հարաբերություններում եւ դրան նվիրված տարբեր պրակտիկաներ, ինչպես է գնալով փոխվում, մեկ էլ տեսնում եք սա բերում է հենց իշխանության բնույթի փոփոխության եւ իշխանությունը եթե նախկինում դա այդ խմբակային երևույթ էր, որտեղ որ անհատը ձուլվում էր այդ ու վերանում էր ըստ էության անհատը խմբի անդամ է դառնում եւ անհատին ընկալում էին միայն որպես խմբի անդամ եւ իր հանդեպ իրացնում էին իշխանություն որպես այդ խմբի անդամ, այսինքն այնտեղ կարևոր չէ դու որպես ստրուկ ասենք, չգիտեմ, բանն ես, Պողոսն ես, թե Պետրոսը, հա, այսինքն ինչա քո անունը դու ով ես որպես անհատ, դու ստրուկ ես, ու ստրկատերը քեզ վերաբերում է որպես ստրուկ, այսինքն այդ խմբի անդամ, որովհետև այդ լայն հանրության մեջ էտա բան, հա, չի տեղի ունեցել այդ անհատականության փոփոխությունը, բայց շատ հետաքրքիր է, որ հենց մշակույթում այս պրակտիկաների փոփոխությունը ինքը բերում է այդ նշածս նորմալիզացված կամ նորմալ համարվող կամ ռեպրեսիվ համարվող այս իշխանության տիպերում աստիճանաբար անհատի այդ ներքին անհրաժեշտության իրացման խնդրի ակտուալացմանը եւ ինչպես է այս խնդրի ակտուալացումը բերում նրան որ անհատը աստիճանաբար վերածվում իշխանության սուբյեկտի իշխանության օբյեկտից Եվ որպեսզի ինքը վերածվի իշխանության սուբյեկտի, այստեղ մի մեխանիզմ էլ է գործում, ես գիտեմ, որ մեր ժամանակը շատ սահմանափակ է, շատ կարճ այս մասին կխոսեմ, հետո մենք մեր հետագա բանախոսությունում կփորձենք բացել։ Գործում է 3 հիմնական մեխանիզմ։ Միջազգային տերմիններով ասեմ, դա անտիպաթիան է, հակակրանքը, դա սիմպաթիան է, համակրանքը եւ դա էմպաթիան է։ Երբ որ մարդը այդ իր ներքին անհրաժեշտությունը բան անում, փորձում է ռեալիզացնել, հա, եւ հարաբերվել իշխանության հետ։ Եթե գործում է անտիպաթիկ մեխանիզմը,
Մարդը պարզապես իր ներքին անհրաժեշտությունը ամբողջությամբ հարմարվում է արտաքին անհրաժեշտությանը։ Երկրորդ մեխանիզմը սիմպաթիկ, այսինքն համակրանքը, ինքը էլի ներքին անհրաժեշտությունը ենթարկեցնում է արտաքին անհրաժեշտությանը, բայց նշածս այդ նորմալիզացման մեխանիզմի միջոցով, այսինքն ինքը լավ տնօրեն է, ինքը շատ բարի կազմակերպությունն է, մեր համար լիքը ուտելու խոհանոց, լավ տարբեր խոհանոցներ, ժամանցի խաղային տարածքներ ստեղծել, ես համակրում եմ իրան, դրա համար ես իմ ներքին անհրաժեշտությունը ամբողջովին ենթարկեցնում եմ այդ արտաքին անհրաժեշտությանը։ Բայց կա երրորդ մեխանիզմը, դա էմպաթիկն է, այսինքն ապրումակցումը, երբ որ արտաքին ու ներքին անհրաժեշտությունները համաձայնեցվում են, տվյալ գաղափարական մտքի առումով գիտակցական ակտի գործողության միջոցով, երբ որ անհատը ինքը գիտակցորեն այնպես է փոխում իր միջավայրը եւ այնպես է միջավայրը ընդունում իր մեջ, որ իրեն դա շատ հարմար է, այսպես ասած իրենն է դա։ Որպեսզի ասածը սպառ լինի, մի հատ օրինակ բերեմ ու հետո ամփոփենք։ Շատ հաճախ մենք երբ որ գիրք ենք կարդում կամ ֆիլմ ենք նայում կամ ինչ-որ մի բան, եղել են, չէ՞, դեպքեր, այդում նաև գիտական գիրք, երբ որ դուք կարդում եք մի միտք, մեկ էլ ասում եք, «Էս ոնց որ ես արդեն ունեցել եմ այս միտքը, հա»։ Էս իմ միտքն է, ու դուք ընդունում եք այդ միտքը, ոչ թե սիմպաթիայի, ոչ թե հարկադրանքի պատճառով, այլ որովհետև դուք ապրումակցում եք դրան, այդ վերապրման ակտն է տեղի ունենում, մտքի մակարդակում, գիտակցական մակարդակում, եւ այդ ժամանակ արդեն մենք գործ ունենք, այսպես ասած, մասնակցայնության աճի հետ, եւ մենք այդ ժամանակ կարող ենք խոսել մասնակցային իշխանության հնարավորության մասին։ Այնպես որ ամփոփելով թույլ տվեք ասել, որ մենք տեսնում ենք, որ իշխանությունը դա, այսպես ասած, միայն քաղաքական ֆենոմեն չի, եւ իշխանությունը ներծծված է եւ այսպես ասած միահյուսված է մշակույթին եւ ինչպես մշակութային միջավայրում եւ մշակութային կյանքում պրակտիկաների, դիսկուրսների եւ դրանց հետ կապված տարբեր մեխանիզմների փոփոխությունը կարող է բերել նաեւ իշխանության փոփոխության ընդཐུպ մինչեւ դրա հեղափոխական փոփոխության, որտեղ որ իշխանության սուբյեկտը խմբից դառնում է մարդը, անհատը։ Շնորհակալություն, այսքանով ամփոփենք։